Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և շարունակեմ հերթական վլոգս, ուրեմն հյուրընկալման տեղից հետ ենք գնում, արդեն հունվարի 7-ն է, առավոտ լուսով էր ենք կացել, հաց ենք կերել, ճանապարհվում ենք դեպի մեր տուն, բայց ճանապարհին զանգեցին, որոշել էինք մտնեինք եկեղեցի նոր գնայինք, էլի չստացվեց մեր եկեղեցի գնալը, ասես անընդհատ ինչ-որ մի բան խանգարի, զանգահարեցին և աշխատավայրից ամուսնուս կանչեցին, քանի որ մեր համար աշխատանքային օր է, ստիպված եղանք ամեն ինչ թողնել և գնալ աշխատանքի, որտեղից էլ շարունակեցինք մեր ճանապարհորդությունը դեպի տուն, որովհետև ամբողջ օրը ամուսնուս հետ մնացել եմ իր աշխատավայրում, այնտեղ մի քիչ օգնել եմ, մի քիչ իմ համար դուրս եմ եկել խանութներ կարման եմ եկել, ֆրֆռացել օրս անցկացրել, մի խոսքով, էս էլ ամուսնուս աշխատավայրի փոքրիկ ու գողտրիկ տոնածառը էսպես, սիրուներ ուղղակի որոշեցի ձեզ համար նկարեմ ցույց տամ, մի խոսքով, այստեղ մեր նման տնավարի միած սուրճ ենք խմում և շարունակում ենք մեր ճանապարհը դեպի տուն, արդեն երեկո է, բայց պետք է գնամ ընթրիք պատրաստեմ, դե տնեցիներս էլ կհավաքվեն ու միասին հաց կուտենք, քանի որ Սուրբ Ծննդյան օրը ամեն դեպքում չենք նշել, կորոշեմ այսպես նշենք, եկել եմ տուն եմ հասել, շատ սոված ենք, ինձ բերեցին տուն, իրենք գնացին իրենց գործերով, հիմա մի փոքրիկ այսպես ընթրիք պատրաստեցի ինձ համար, շատ եմ քաղցած, մի քանի հատ կարտոշկա ծիպուլ արեցի մեր հայերեն ասած, այսպես մի հատ թեթևի մեջ, արագի մեջ մի կտոր հաց ուտեմ ու շարունակեմ երեկոյան ընթրիքը պատրաստել, որովհետև հիմա իրանք կհավաքվեն տուն և պետք է արդեն ընտանիքի անդամներին հացավորել, այսպես կոչված, բայց ես սովից թուլացած եմ, որովհետև ամբողջ օրը միայն զավտրիկ եմ արել, հիմա կպատրաստվի, հաց կուտենք ու ձեզ հետ միասին շատ գեղեցիկ մեր Սուրբ Ծննդյան ուտեստները կպատրաստենք։ Ես ինչպես միշտ սիրում եմ վռազել և իհարկե ավելի շուտ բացեցի, կարելի էր մի քիչ էլ պահել։ Վաու։ Եղավ ընտիր ծիպուլ պլեջ, ով ոնց կասի, ոնց եք ասում, չգիտեմ, նայեք ինչ լավն է։ Էս էլ մեր շատ սիրելի Գիտֆորդ։ Ես էլ իմանամ, թե ես իմ ինչ է Գիտֆորդ, գիտ բառն ամեջը, հա։ Так, առայժմ անուշոտ ենք բոլորս։ Դե սիրելիներս, այսօր զատիկ է, իհարկե ամսի 7-ին եմ ես պատրաստում ինձ անհրաժեշտ բաները, որովհետև ամսի 6-ին մենք դուրս էինք եկել ման գալու, ամսի 7-ին մեր տուն ենք եկել, ինչ ենք գնել ռիս, բրինձ, չամիչ և ունենք այստեղ կարագ, լավաշ եմ ուզել, Արսենը լիպյոշկա է առել խանութից, մեղր ենք վերցրել, մեղրերը մեղրով տորտի համար է, ես ուզում եմ մեղրով տորտ փորձեմ այս հարմարանքի մեջ, մեկ էլ գնումներս պիսիպի կերն է, ձյուն է ահավոր, ոչ դաստավկա է աշխատում, ոչ խանութ, Արսեն չիկը դուրս էր գալիս, խնդրեցի մտավ խանութ ու եկավ, տնից դուրս գալու չի եկել, ասում եմ մամա տնից մի քայլ էլ չանես, որտև շատ ահավոր ձյուն է գալիս, դե շարունակենք սիրելիներս, ինչ ասեմ առայժմ, ժողովուրդ, ինչ ենք անում, այստեղ բրինձն է եփվում առանձին, շուտով ցույց կտամ ինչ տեսք ունի, աղացանել եմ արդեն, բրինձը այսպես ուղղակի առանձին խաշեցինք, այստեղ արդեն մեր հալվում է կարագը, ինչ պետք է անենք, կարագը հալվեց, շուտ ենք վերցնում, որպեսզի չվառվի, վերցնում եմ արդեն նախորոք լվացված, իմեյցևի դու չորացված նաև չամիչը, չնայած բոլորդ էլ պատրաստում եք, շատ հնարավոր է ինձնից էլ լավ եք պատրաստում, ու ամբողջովին տեղափոխում ենք այս ճպճպացող, պճպճացող գեղեցիկ կարագի մեջ, այսպես մի անգամից փալասով վերցրեցի, հիմա սենց անեմ,
որպեսզի իզոտեղից այստեղ այնտեղ չթափվի, հա։ Միգուցե կասեք տհաճ էր, տգեղ էր, ինչու ափսեով չվերցրեցիր, բայց փալասին վրա համ լվացել էի, համ փռել էի, որ չորանա։ Այսպես սիրելիներս։ Բրինձը եփած պատրաստված է, սպասում է իր հերթին։ Ինչ եմ անում, արդեն դրել եմ մի հատ լավաշ, կարակ, մի հատ դնում եմ այստեղ, մի հատ տաքանա, կարակը հալվի, այսպես մի քիչ գազը չեմ միացրեմ, կարակը հալվի, ներծծվի լավաշի մեջ, այդպես լավաշը մի քիչ կչորանա հիմա ու կողքերը կչորանան, իսկ կարակը ներկծծվի, հիմա կտաքանա ու կսկսվի այդ պրոցեսը, որից հետո կշարունակեմ արդեն շերտ-շերտ ավելացնել փլավը, ավելի ճիշտ բրինձը, չիրը և չամիչը։ Ինչ եմ անում, այսպես յուղը տարածում եմ, մի քիչ կողքերը կսեմ, այսենց գեղեցիկ տեսք ստանա, կսեցինք, վերջացրեցինք, անջատում ենք գազը, պետք չի, որ շատ այդտեղ չորանա, այնքան հալվի կարակը, այս կողմ քաշեցի, հիմա շարունակում եմ, կլոր լավաշներ են իմ մոտ, մեծ լավաշներ չեն, քանի որ կաթսաս փոքր է, այսպես կողքերից այսպես կշարեմ, փլավս էլ շատ չէ, կաստրուլկայի մեջ կարող եմ մինչև վերջ չտեղավորի, դասավորեմ ու ցույց տամ։ Հիմա ինչ ենք անում, բրինձը վերցնում ենք ու այսպես շերտ-շերտ շարում ենք տակը։ Հատիկ-հատիկ եփված, նախորոք պատրաստված, շատ համով ընտիր բրինձ է։ Տեսնեմ իմ մոտ էլ լավ կստացվի, ոնց որ մեր հայտիկիներին, գեղեցկուհիներին է ստացվում ընտիր, թե քանդվելու է, որովհետև եղնումա չէ, որ լավաշը քանդվում է, սիրուն չի հանվում, շարունակությունը դեռ ցույց կտամ, թե ինչ եմ անելու, առայժմ այսպես, տոնել իհարկե, որ այսպես, մի քանի հատիկ էլ ավելացնեմ, դա է կարակն էլ է դաժե մեջից հոսում, ուղղակի ներքևի մասում կարակը շատ է, սպասենք մի քիչ հաջորդ մասում կավելացնեմ, հիմա նորից մեկ շերտ, այսպես շերտ-շերտ ավելացնում ենք, էլի մի քիչ բրինձ, էլի մի քիչ այստեղ չամիչը առանձնացրել եմ ու մի քանի հատ էլ ծիրանի չիր ունեմ, այսպես առանձին տապակած, նոր տապակեցի, բնական չիր է, առանց գունավորումների, գույն տված չի, տնական ես եմ չորացրել, իմ սուշելկայի մեջ դրա համար գույնը մուգոտ է, այսպես մի քանի հատ ուղղակի կգցեմ մեջը, հետո շերտ-շերտ կողքերից, որովհետև իրանք որ մի քիչ մեծոտ են, սենց կողքից կդնենք, այսպես, մենք շատ քաղցր չենք սիրում, շատ թրթվաշնել առավել ևս չենք սիրում, դրա համար թթու շլոր-մլոր չեմ դնում, մեղրել չեմ գցում, մնացած ոչ մի բանը չեմ ավելացնում քաղցր։ Ինչ, այսպես ամեն ինչ պատրաստ է արդեն, մնաց լավաշով փակենք ուղղակի ու հիմա պետք է տեղադրեմ դուխովկայի մեջ, հենց արդեն տաքացրել եմ, կտեսնենք արդյունքն ինչ է ստացվում։ Իհարկե որ այսպես տեղափոխում եմ ջեռոց, մի քիչ տաք է, ոչինչ։ Ջեռոցում կմնա մի որոշ ժամանակ, հետո կհանեմ ու կցուցադրեմ դալշե ինչ է լինում։ Դե ինչ սրտիկներ ջան, այստեղ ուզում եմ մի հատ ստուգենք տենանք ինչպիսին է, ամեն ինչ ուզում եմ ձեզ հետ անեմ, ձեզ ցույց տալով, որ պարզ լինի, թե բացում եմ։ Օխ, ինչ լավ կարմրել է։ Էսա հանեմ, ուղղակի հարմար չի երկու ձեռքով գործանելը, հանեմ գազօջախին դնեմ ու ձեզ հետ կիսվեմ։ Դե ինչ սրտիկներ ջան, բերեք բացենք, այսպես տեսնենք ինչ սիրուն ստացվել է, չգիտեմ կարող եմ բոլորին նման գեղեցիկ հանել թե ոչ, հիմա այս կրճկան թարս կդնեմ ու կփորձեմ հանել, բայց մինչ այդ հեռախոսս փաստավկի վրա կդնեմ, որ ձեզ հետ միասին անենք, տեսնենք ով վրա կծիծաղի եւ ինչ կստացվի։ Վախենում եմ բարձրացնեմ, բայց պետք է բարձրացնենք, տեսնենք ինչի է նա անվել։
Ող ժողովուրդ, որ ուզեի սենց սիրուն սարքեի, կարողա չստացվեր։ Ուռա։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է, բայց ամանը մի քիչ փոքր է իհարկե, որ պետք է ուրիշ ամանի մեջ տեղադրել։ Չռիսկավորվեցի ուրիշ ամանի մեջ դնեի, հիմա այսա տեղափոխեմ ու կնկարահանեմ։ Ես ուղղակի հզոր եմ, ոնց են ասել, այս հրաշքի օգնությամբ տեղափոխեցին այստեղ, ինչ էլ հավեսա ճռճռում լավաշները։ Այսպես հիմա նման մի գեղեցիկ հրաշքի օգնությամբ էլ անպայման կտրենք։ Եվ իհարկե ձեզ հետ կիսվենք, տեսնենք ինչպիսին է ստացվել։ Ժողովուրդ, այս բանը, այսինչ այս սև հատիկները, որ լցրել եմ, ասենց հետ քաշեմ, նայեք ինչ ընտիր փլավա ստացվել, միևնույնն է ափսես շատ փոքր է, վախենամ թափվելու է, բայց ամեն դեպքում ասպես ցույց եմ տալիս, որ տեսնեք, ինչ ընտիրություն եւ ինչ համեղություն է ստացվել, հա, այսպես տեսեք, ինչքան փափուկ, այնքան չորոտ բրինձը, որ ցամաքոտ էր մի տեսակ, ինչքան սենց փափուկ, հավեսին, իդեալական թափվեցավ, ափսես փոքր է շատ, հիմա կտեղավորեմ, բայց համենայն դեպս ուզում եմ հենց ձեր ներկայությամբ ուղակի փորձեմ մի կտոր, սպասեք մի վարքյան։ Համի մասին խոսելը ուղակի ավելորդ է, հենց այսպես վերցնում եմ եւ տեղափոխում եմ միանգամից ուրիշ ափսե կամ սեղանին։ Ընտիր, համով, քաղցր, բոլորի տոնն էլ շնորհավոր լինի, ավելորդ բաներ չեն կարել, միայն բրինձ է չամիչ, այսպես ձուկը չեն սիրում, չեն ուտում, ասոբը ոչ մի բան չեն կարել, մեր զատիկը բրնձի փլավով կբավարարվի, մեկ փլավը համտեսում ենք հենց անմիջապես լավաշի կտորով չոր։ Ընտիրություն, անուշ ուտենք մենք էլ, դուք էլ։ Ամեն դեպքում որոշեցի մի կտոր ձուկ պատրաստել սիմվոլիկ նշան որպես եւ շատ չպատրաստեցի, քանի որ երեխաները չեն ուտում, մենակ ես ու ամուսինս ենք, սա էլ բավականին մեծ կտոր է, հա, երեկոյան ընթրիքի համար։ Այսպեսով շարունակում եմ, ձուկը համեմել եմ, ավելացնում եմ եւ տեղադրել եմ դափնետերև մաքրած ունեի, դափնետերևի վրա ներքևի ամանի մեջ ջուր եմ լցրել, իսկ այս ամանը, այս տարան արդեն անցքերով է, գոլորշի, չերես ոնց որ ասած գոլորշիով պետք է եփեմ, ներքևից գոլորշի կտա, ջուրը կեռա եւ այստեղ գոլորշու վրա եփածը ավելի որակյալ եւ համեղ է լինում, այսպես երկու հարկանի է։
Փակում ենք կրոշկայով և սպասում ենք մինչև պատրաստման ավարտին։ Արդեն ամեն ինչ պատրաստ է, մենք գնացինք, մեզ բարի ախորժ ակընթրենք, ձեզ էլ բարի դիտում, շնորհակալ եմ, որ միշտ մեզ հետ եք, անչափ գոհ եմ ու շնորհակալ։ Այստեղ արդեն մենք որոշել ենք, որ հյուր պետք է գնանք, մեզ հյուր էին կանչել, հրավիրել էին, այսօր արդեն ամսի 8-ն է, երեկոյան ժամին գնացինք, Իրիկունը գնացել եմ աշխատանքի, ցերեկը տանն ենք եղել, հոգնած էի շատ, տնային գործեր, մի խոսքով աշխատանքից հետո անմիջապես եկել եմ տուն և ճանապարհվել ենք, գնում ենք հյուր, գնում ենք կողքի քաղաք Լիտկարինո, որտեղ որ ես նախկինում աշխատում էի, ինչևէ չեմ ցուցադրել խանութից գնած գնումներս, թե ինչ եմ գնել, ինչ եմ նվեր տարել, չեմ սիրում տենց բաները ցուցադրել, հետո մարդիկ կդիտեն, վատ կզգան, միգուցե իմ համար դա մի քիչ ամոթալի է, ես անհարմար եմ զգում դա ցուցադրել, ու այդպես գնումներից հետո ճանապարհվել ենք, գնում ենք դեպի իրենց տուն, ինչպես տեսնում եք ձեռն, առատաբուրըն, չգիտեմ, առատորեն ձյուն է գալիս, թուղթ է, անպամած, չգիտես ինչ վիճակ, գնում ենք ամեն դեպքում ճանապարհվել ենք, երեկոյան ժամը 7:30 տենց 7-ի կողմերն են, 6:30, 7-ի կողմերն են։ Մեզ բարի ժամանց լինի, սիրում եմ գեղեցիկ ճանապարհորդություններ, այսպես երեկոյան լույսերով ճանապարհները նկարահանել, ձեր համար էլ եմ նկարել, կիսվում եմ այս ամենով, այստեղ չլուսավորվող է ճանապարհը, բայց սիրում եմ ամեն դեպքում այս գեղեցիկ տեսարանները, ճանապարհի սառույց-մառույցի վտանգը չլինի, ամեն ինչ շատ գեղեցիկ է, անտառի մեջով գնացող ճանապարհ է, երկու կողքերից ձյունաշաղախ ծառերն են այսպես փակում տեսադաշտը ամեն ձևով, մի փոքրիկ լույս է հեռվից երևում, ասես թունելի մեջով գնալուց լինես, մի խոսքով իմ համար երեկոյան այս տեսարանները գեղեցիկ են, ուղղակի ճանապարհին շատ իդեալական լավ տեղյակ ենք, դրա համար ասենք հեշտ ենք քշում, ամեն դեպքում դժվար է ձմեռային այս սեզոնին ճանապարհները դժվարանում են թե վարորդների համար և թե ընդհանրապես բոլորի համար, հետիոտների համար էլ այդքան հեշտ չէ, մի խոսքով սիրուն է համենայն դեպս, ինչպես ասում են, բոլորն էլ ասում են, որ у природы нет плохой погоды, բնությունը չունի վատ եղանակ, այսպիսով գնում ենք հասնենք տեղ, մի քանի կադր էլ այնտեղ կնկարահանեմ և երևի թե կդիտեք շարունակությունը, քաղաք ենք մտնում արդեն տեսնում եք, հասանք տեղ, հասնում ենք, տեսնենք որտեղ ենք տեղ գտնում մեքենան, ավտոկայան ճարենք կանգնենք, կայանատեղի և շարունակենք մեր վլոգը, գեղեցիկ են այսպես, ձյունաթաթախ տոնածառներ, ավելի ճիշտ եղևնիներ են, տոնածառների նմանված, քանի որ արդեն ձյան փաթիլները այնքան են ծածկել այդ եղևնիների թևերը, որ ավելի շատ կարծես զարդարված տոնածառներ լինեն, դե արդեն հյուրընկալվել ենք, դիտեք շարունակությունը։ Այսպիսով գեղեցիկ հյուրասիրություն մատուցեցին, անչափ շնորհակալ ենք, ասենք շնորհակալություն այս գեղեցիկ հոգատար սեղանից, տանտիրոհուց և տանտիրոջից, ես էլ նվերներով հետ եկա այստեղից, այնպես չէ, որ դատարկաձեռն մեզ տուն ուղարկեցին, շնորհակալ ենք, անչափ գոհ ենք և ուրախ ենք, որ ծանոթ ենք նման մարդկանց հետ, իհարկե շեշտվեց, որ պետք է այսպիսի հանդիպումները շատանան, մշտական դառնան, իհարկե կարելի է, եթե մարդիկ նորմալ մարդիկ են, հանդիպումները և մշտական կարող են դառնալ, եթե տեսնում ես փոխադարձ հարգանք, իհարկե կարելի է և շփումը շարունակել և բարեկամանալ մարդկանց հետ, ինչ ասեմ սիրելիներս, ավարտվեց մեր հյուրընկալումը, այնտեղ երկար չնկարահանեցի, նախ ամեն դեպքում մարդիկ չէին ուզի, որ իրենց ցուցադրեմ, գիտեմ, որ Երևան չէին ուզում երևալ YouTube-ում, ուղղակի այդքանն էլ, որ համաձայնվեցին, ես շնորհակալ եմ, որ նկարահանեցի, նույն գեղեցիկ տեսարաններով հետ ենք վերադարձել, տուն ենք գնում, սա այն դեպքն էր, որտեղ որ ասացի ամուսինս խմել է, եթե հիշում եք ուղիղ եթերում անցած անգամ ասացի, ղեկին ես եմ, հետ ենք դառնում, մի կերպ մի խոսքով մի ժամից ավել ճանապարհ ենք գնացել, քանի որ ընդամենը 15 րոպեանոց ճանապարհ էր, ինչևէ հաճելի էր, գեղեցիկ էր թե ճանապարհը, թե անցկացրած օրը, թե հյուրընկալումը,
Եվ արդեն տանն ենք։ Ինչ սիրուն տղայա մեր տուն եկել։ Իշովա։ Բարի լույս։ Ռոզվինկինոս։ Սիրելիներս, բոլորիդ բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Այսօր արդեն հունվարի 9-ն է, մեր մոտ ահա այսպիսի տրամադրություն է տոնական, ծաղիկս մի քիչ շատ ցուրտ է, սպառի ուղղությամբ եմ դրել, աճում է, բարգավաճում է, ինչպես տեսնում եք, ուզում էր մի քիչ դեղնի, բայց թույլ չեմ տա, քանի որ ես փոխեցի իր ծաղկամանը, մինչև ադապտացիայի կենթարկվի, ինձ թվում է շատ բան կփոխվի, եթե ինչ կարող եմ սնուցող մի քիչ հեղուկ առնել, ավելացնել, չեմ ուզում կորցնեմ ծաղիկիս, տոնածառը ինչպես միշտ իր գեղեցկությամբ մեզ ուրախացնում է իր գեղեցիկ փայլերով, գույներով, այսպես դեռ գեղեցիկ տեսքով եւ մեր բալկոնի սուշլկեն ընկել է պատիծակերը երևում, ոյ մորցուկից խելոք սիրուն ընդ մրսելա նայեք ինչ եղանակ է, աստվածիմ, երեխաներ ջան, հարազատներ ջան։ Ահա, խնդրեմ, արդեն 2 օր է անխտիր ձյուն է գալիս, նայեք մեքենաները չեն դուրս գալիս, ինչքան էս մի մեքենան վաբշե 2 օրա չի դուրս գալիս, ով եկավ, ինչպես միշտ մեր կադրերը նույնն են, սկսում ենք այսպիսի կադրերով, կիլոմետրով ձյուն է եկել, հենա, ական ձետ քասի նկարեմ պիսիկս, այդ սախեչ մի հատ նայեք, թե ինչ արագությամբ ու ինչքան ջերմակ ձյուն է գալիս, և կերմակ և ջերմակ, այսպես ձեր համար նկարահանում եմ, երկինքը փակ է, տեսադաշտը փակ է, թուղթ է ամենուրեք, մառախուղ, մեքենան նայեք, բուքսավատ, ան բուշկայա տանում մեքենան, արա սիրունս, մի խոսքով նայեք, այսպես ձյուն է գալիս, փաթիլ, այսպես շատ ցուրտ է եւ ինչպես միշտ ես ու գեղեցկուհիս միասին սրտիկներ ջան ինչպես միշտ ես ու գեղեցկուհիս սիրուն ենք ուզում եմ ասեի միասին ենք բոլորիդ բարևներ եմ մաղթում բարի լույս բարի առավոտ ճիշտ է ձյուն է ցուրտ է սառն է բայց տրամադրությունս լավն է Ուզում եմ ձեզ հետ կիսվել այս գեղեցիկ օրով, այս գեղեցիկ գժուկով, տրամադրությունով և իհարկե նոր վլոգ ենք սկսում։ Սիրելիներս, նոր վլոգ եմ սկսում, Այ ապրես, մալադեց, շատ ապրես, շատ սիրուներ։ Սիրելիներս, մի անգամ եւս ողջունում եմ ձեզ, նոր վլոգ եմ սկսում։ Դե փիսիկ արդեն համը հանեցիր։ Ատեյձի էլ չգաս։ Всё։ Նոր վլոգ եմ սկսում, ուզում եմ բոլորիդ բարի լույս մաղթեմ, տեսակ որ ինչպիսի եղանակ է մեր մոտ։ Բարի լույսը թող բոլորիդ բարի լինի, լավ տրամադրությունով լինի։ Ես ինքս լավ տրամադրությունով եմ, քանի որ այսօր տնից դուրս գալու ոչ մի պլան չունեմ, կար պլան երեկոյան մի հատ զապիս ունեի, որը երևի եղանակի պատճառով նույնպես տեղափոխվել էր հաջորդ օրը, չնայած չեմ կարծում, որ հաջորդ օրն էլ կգան, ահա որ եղանակներ են, տեսնում եք, ընդհանրապես ձյունը չի մաքրվել, երեկոյան ձյունը սկսվել է, տեղումները սկսվել են ամսի 8-ից, այսինքն մինչև հիմա, ինչպես տեսնում եք, քամի, բուք, բորան, այսպես ցույց տամ քամին երևում է, այսպես մի խոսքով ցուրտ եղանակ է, ճիշտ է դեռ մառոզներ չեն, ահա այսպիսի ցուրտ է, ոնց որ թե ցուրտը զգացիք, հա որ պատուհանը բացեցի, հենց էլ մի հատ ներկայացնում եմ, եւ իհարկե, քանի որ անելիք չկա դրսում, շարունակում ենք մեր վլոգը ներսում եւ ինչ պետք է անենք, մի հատ համով բան կծխենք ձեզ հետ, հենց թխվածքներից ինչ որ մի բան, նայեք ինչ գեղեցկություն, սիրունություն եւ իհարկե որ մեր սիրուն փիսիկը, փիսիկ, սիրունիկ, մեր պոլերը դեռ չեն ուռել նորից, ամեն օր գալիս եմ ստուգում եմ, շատ վախենում եմ, առայժմ այնպիսին է, ինչպիսին որ կա, վախենում եմ կրկնվի այդ երևույթը, որովհետև անհասկանալի կերպով արդեն 2-3 անգամ մեր պոլերը փոխեցինք, դե շարունակենք, գնանք նոր վլոգ սկսենք,
Այստեղ մի քիչ գործ ունեմ անելու հարցն ինչումն է, հարցը այն է, որ իմ հարթուկելու շորերը դեռ չեմ հարթուկել, մի հատ ծաղիկներից բարի լույս եմ ասում, ինչպես միշտ, այս իմ վլոգներս ուղիղ եթերներիս անկյունն է, այստեղ նստում եմ ուղիղ եթերներ ենք անում ձեզ հետ, ծաղիկները ոնց որ թե խելքի են գալիս, չնայած որ դեղնած տերև կա, բայց ոչինչ, սրանք էլ դեղնածները կկտրենք, կհանենք, լավ կլինեն, մի խոսքով այստեղից էլ է ջունը շատ գեղեցիկ երևում, այդպես, ծիտիկս մենակ է մնացել, այնտեղ էլ մի հատ դեռ նոր տարի է, մենք չենք հավաքել ոչ մի տոնական, ոչ մի երևույթ։